Ռեջեփ Թայիպ Էրդողանը պատրաստ է 2026 թվականին խորհրդանշական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերություններում։ Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, սակայն Անկարա դեսպանների համաժողովում ելույթ ունենալով նա նշել է. «Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Ադրբեջանը եւ Հայաստանը ավելի մոտ են, քան երբևէ։ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մենք նաեւ հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ TRIP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ։ Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը, ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնյա Միխայել Կալուգինը։ Թրամփի ուղին փաստացի նույնական է Զանգեզուրի միջանցքին։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանին ասել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Բելայաթին։ Իրանը ի սկզբանե դեմ է հանդես եկել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխության եւ վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Գյումրիում այսօր 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը եւ մորը, 64-ամյա Սայադային եւ 63-ամյա Նազելի Ային, որի արդյունքում նրանք մահացել են։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Պարույր Սևակի աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից, հայտնում են բանաստեղծի տուն թանգարանից։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով 79.9 եւ 20.1% հարաբերակցությամբ որոշում է կայացվել հեռացնել քանդակը։